Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ Վանաձորի Արցախ պուրակում հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր միասին հանուն արժանապատիվ կյանքի ու հավասար իրավունքների խորագիրը կրող միջոցառում։ Իրականում ինքը իրավունքների մասին բարձրաձայնելու օր է, հիմնական գաղափարախոսությունը։ Այս օրը մենք ավելի շատ ենք բարձրաձայն խոսում դրա մասին, բայց մենք պիտի ամեն օր խոսենք, հա, ամեն ամիս խոսենք, 12 ամիս խոսենք։ Այսօր մենք հավաքվել ենք ցույց տալու ոչ միայն մի շարք տաղանդավոր երիտասարդների ստեղծագործությունները, ովքեր որ հանդիսանում են եւ հաշմանդամություն ունեցող անձ եւ ոչ, նպատակ ունենալով ցույց տալու այդ համախմբվածությունը։ Հաշմանդամություն ունեցող անձիկ իրավունք ունեն եւ աշխատանք ունենալու եւ կրթվելու եւ մշակութային կյանք ունենալու։ Այս միջոցառումը այդ շեշտադրումներից մեկն է դրել իր մեջ, որ ճանաչենք նոր տաղանդների, այդ թվում նաեւ խոսենք մեր իրավունքների մասին եւ առկա խախտումների մասին։ Միջոցառման նպատակն է բարձրաձայնելու հատկապես մարզերում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները եւ մեկ անգամ եւս կարեւորել, որ արժանապատիվ կյանքը, հավասար հնարավորություններն ու ներառական միջավայրը պետք է դառնան յուրաքանչյուր հասարակության հիմնաքարային սյուները։ Միջոցառման գաղափարի շուրջ համախմբվեցին տարբեր կառույցներ, այդ թվում Գյումրիից։ Փորձում ենք անել այնպես, որ ունենանք ներառող հասարակություն եւ ծրագրի համագաղափարակիր ուսանողները թվով շատ մեծ են, անում են տարբեր գործողություններ, որպեսզի նպաստեն դարձնելով հասարակությունը ավելի ներառող։ Մասնակցում են բազմաթիվ վերապատրաստումների, իրենք են անցկացնում հավասարին մեթոդաբանությամբ դասընթացների, կազմակերպում են բազմաբնույթ ֆլեշմոբեր, նպատակը ունենալ ներառող հասարակություն եւ այնպես անել, որ այլևս ներառականությունը լինի պարզապես բառ եւ ոչ թե որոշակի շեշտադրում ունենա։ Այստեղ տիրում էր ջերմ, անմիջական ու ստեղծագործ միջավայր, մասնակցությամբ հաշմանդամություն ունեցող եւ չունեցող անձանց։ Առաջին անգամ հատուկ այսօրվա համար ընտրված «Դե ժպտա» երգի կատարմամբ, ժեստերի լեզվով թարգմանությամբ հանդես եկան համագաղափարակիր ուսանողները, որոնց համար բարի գործ կատարելու գաղափարը ավելի դյուրին էր դարձնում երգը սովորելու երկար ու բարդ ճանապարհ։ Մենք ընկերներով շատ երկար ժամանակ կատարել ենք այս մեծ աշխատանք ու այսօր դուք տեսաք այդ պտուղները։ Ու այսպիսի աշխատանքներ մենք արել ենք շատ։ Սա բարդ էր այնքանով, որ մեզ համար առաջին մարտահրավերներ, բայց մենք պատվով ենք հաղթահարել, ես վստահ կարող եմ ասել, որովհետև կա սեր, որովհետև կան ճիշտ մարդիկ, ովքեր գիտեն ինչի համար են հավաքվել այս կազմակերպությունում ու ինչ են ուզում։ Այստեղ մենք տարածում ենք սեր, իսկ սերը ծնվել էր այսօր ժպիտի շնորհիվ։ Ամեն տարի այսօրը հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ հասարակական կազմակերպության կողմից անց են կացվել ասուլիսներ, նիստեր, Երևան այցեր։ Այս տարի օրը նշվեց գեղարվեստական միջոցառմամբ, բազմաթիվ կամավորների մասնակցությամբ։ Այն ուղեկցվեց ասմունքով երգ ու պարով։